Հունվարի 14-ին քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով Երևան քաղաքի գնդի պարեկների հետ համատեղ իրականացված ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Կոմիտասի պողոտայում հայտնաբերելու թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալել են մայրաքաղաքի 27-ամյա եւ 40-ամյա երկու բնակչի։ 27-ամյա երիտասարդի կողմից շահագործվող ավտոմեքենան տեղափոխվել է համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։ 27-ամյա երևանցին հայտնել է, որ ավտոմեքենայում մարիխուանա կա։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 1 կիլոգրամ 177 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։